Պարոն Կարապետյան, հիմա ամբողջ ոնց որ ամբողջ ընտրական շրջանում ամբողջ քննարկումը այս հարցի շուրջ է մանդատները վերցնել չվերցնել իհարկե դուք ասել եք որ այս իրավական գործընթացներից հետո կերևա ինչ պետք է անեք լավ ամեն դեպքում նաև ձեր կողմից թիմակիցներից նաև շատ է գալիս այս մեսիջները որ դե ԿՊ-ն չունի սահմանադրական մեծամասնություն ընդամենը 8 մանդատ էր պետք եւ այլն փոփոխություն անելու համար վարչապետ փոխելու լավ օրինակ հիմա ԿՊ-ականներն էլ այսպեսի տրամադրությամբ կա որ կյանքը ցույց է տվել որ ընդդիմադիրների շարքերից են օրինակ դուրս գալիս դառնում անկախ պատգամավոր եւ հետո քվեարկում իշխանության օգտին օրինակ եթե դուք մանդատները վերցնեք գնաք համարելով որ չունի սահմանադրական մեծամասնություն դուք վստահ եք որ ձեր թիմակիցներից չեն միանա իշխող կուսակցությանը եւ չեն քվեարկի իրենց նախագծերի օգտին դուք վստահ եք որ ձեր կազմած ցուցակում չկան արտագաղթողներ իրենք են միանալու մեզ Ինչ վստահություն եք, պարոն Կարապետյան։ Դուք նույն վստահությամբ ասում եք ամեն ինչ ասեմ ձեզ։ Լավ, վստահ եք, որ ձեր թիմում Գեղամ Նազարյաններ եւ Իշխան Զաքարյաններ չեն ծնվի, հայտնվի։ Ուղիղ ասենք։ Նույնիսկ եթե հայտնվեն, դա իրեն չի օգնելու։ Բայց կօգնի զուտ թվաբանություն։ Ոչ մեկ չի կարող մանդատը նրանցից վերցնել։ Իրենք դուք չեք ինչ տեսակ, օրինակ Փաշինյանը պահանջում էր Աղազարյանը մանդատը վայր դնել, չդրեց։ Ուզում եմ ասել, մարդը կարող է պաշտպանել մանդատը հասկանում եմ դա, դրա համար դուք ձեր ցուցակի նկատմամբ ունեք վստահություն։ Չեն միանալու ԿՊ-ին, ունենք վստահություն։ Ամբողջ ցուցակի համար քանի օք, 200 քանի օք եք կարծում։ Ամբողջ ցուցակի վրա, այսինքն կոպիտ ասած վստահ եք, որ կռիվներ չեն հայտնվի, առնետաբացք չի լինի։ Դե հիմա կարևորը պատգամավորներն են, վստահ ենք, որ չեն հայտնվի։